Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1315-րդ օրն է, Կիևում անպամած եւ անձրևոտ աշնանային օր է, Օդեսայում ավելի շատ անձրևոտ, բայց մենք ձեզ համար ունենք դրական լուրեր։ Ուկրաինային հաջողվել է կայունացնել ռազմաճակատի մի մասը, նոր պաշտպանական գծերն ու ամրացված շրջանները կասեցրել են Ռուսաստանի առաջխաղացումը հիմնական ուղղություններով։ Գլխավոր շտաբը հաշվարկել է Ռուսաստանի կորուստները պատերազմում, Քիթ Քելլեգը հայտարարում է, որ տամահավ քրթիռները կարող են հակամարտության դինամիկան փոխել։ Սումի մարզում ռուս օկուպանտների դրոնը հարվածել է բնակելի տանը, զոհվել է մի ամբողջ ընտանիք, ամուսիններ եւ նրանց 2 երեխաներ։ Ռուսական կողմը հարվածել է նաեւ Չեռնիգովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին։ Ամերիկայի զինանոցից Ուկրաինային զենք տրամադրելու ծրագրին միացել են եվրոպական եւս 6 երկրներ, իսկ Ռուսաստանի Տվերի մարզում բարի դրոնը հարվածել է Ռոսրեզերվի վառելիքի պահեստին։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը խոցել են S-400 համալիրի ռադարագրիմում, իսկ Ռուսաստանը կառուցում է Եվրոպայի ամենամեծ դիակիզարանը, երևի կռահում եք ինչի համար։ Վարշավայում հանդիպել են Ուկրաինայի եւ Հայաստանի արտգործնախարարները, Արարատ Միրզոյանին հրավիրել են այցելել Կիև։ Սա մեր թողարկման հիմնական թեմաներն են, բայց ոչ ամենը։ Նախքան մեր այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան տրամադրել YouTube-ի գործիքներից օգտվելու համար, մեր հաղորդումը լայքելու եւ եթե կարելի է սոցիալական ցանցերում տարածելու համար։ Ձեր յուրաքանչյուր լայքը օկուպացիոն բանակին ուղղված փամփուշտ է։ Մեր հաղորդման հղման յուրաքանչյուր տարածումը սոցիալական ցանցում դա գնդացրային կրակահերթ է ուղղված համաշխարհային չարիքի դեմ։ Խնդրում եմ մի խնայեք փամփուշտները, եկեք հաղթենք միասին, ակտիվ տարածեք եթերները, լայքեք, բաժանորդագրվեք, փորձենք միասինս YouTube-ի բարդ պիրուդից դուրս գալ։ Ամերիկայի զինանոցից Ուկրաինային զենք տրամադրելու նախաձեռնությունը, որը նախատեսվում է ամերիկյան զենքի մատակարարումներ Ուկրաինա եվրոպական երկրների ֆինանսավորմամբ, միացել են եւս 6 պետություններ՝ Բելգիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Իսլանդիան եւ Լյուքսեմբուրգը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով օգոստոսից ի վեր եվրոպական գործընկերները մի քանի փաթեթ ամերիկյան զինտեխնիկա են ֆինանսավորել Ուկրաինայի համար։ Նիդերլանդները $578 միլիոն առաջին փաթեթի շրջանակներում, Դանիան, Նորվեգիան եւ Շվեդիան միասին $495 միլիոն երկրորդ փաթեթի շրջանակներում, Գերմանիան հայտարարել է իր պատրաստակամության մասին երրորդ փաթեթի համար հատկացնել մինչև $500 միլիոն, Կանադան 4-րդ փաթեթի համար նույնպես $500 միլիոն չափով կմասնակցի, 5-րդ եւ 6-րդ փաթեթների շուրջ ներկայումս ընթանում են համաձայնեցումներ ամերիկյան կողմի հետ։ Այս փուլում արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել իրենց մասնակցությունն ունենալու Բելգիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Իսլանդիան եւ Լյուքսեմբուրգը։ Այս մասին մեզ տեղեկացնում է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, որ Ուկրաինայի նպատակը նախաձեռնության շրջանակում ամսական $1 միլիարդ ապահովումն է ծրագրի ամբողջական իրագործման համար։ Ինչպես նշում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքում, արդեն 6 ՆԱՏՕ-ի անդամ պետություններ ֆինանսավորել են Ուկրաինայի պաշտպանության 4 փաթեթներ, ընդհանուր առմամբ ավելի քան $2 միլիարդ չափով։ Առաջին 2 փաթեթների մատակարարումներն արդեն սկսվել են սեպտեմբերի կեսերից։ Բացի այդ, Եվրոպական միությունը Ուկրաինային կտրամադրի եւս €2 միլիարդ դրոնների արտադրության համար։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Տեղեկատվություն, որը շատերի համար սենսացիա կլինի, Ուկրաինայի զինվորականները սկսել են Դանիայում առաքելության տեղակայումը ուղղված դրոնների դեմ պաշտպանության փորձի տարածմանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փաստացի Ուկրաինան առաջին ռազմաբազան է բացում Եվրոպայում։ Նախագահ Զելենսկու խոսքով այսօր ուկրաինական փորձը Եվրոպայում ամենաարդիականն է եւ հենց մեր փորձը, մեր մասնագետներն ու մեր տեխնոլոգիաները կարող են դառնալ ապագա դրոնների պատի առանցքային մասը։ Խոսքը եվրոպական մասշտաբային նախագծի մասին է, որի նպատակը երկնքի անվտանգության ապահովումն է։ Ահա թե ինչպես է աշխարհը փոխվում մեր աչքի առաջ։ Ուկրաինան, որն ընդամենը մի քանի տարի առաջ օգնություն էր խնդրում զենք եւ պաշտպանություն, այժմ դառնում է պետություն, որը սեփական փորձով օգնում է Եվրոպային Ռուսաստանի դեմ պաշտպանական համակարգեր կառուցելու հարցում։ Իդեպ օրեր առաջ նախագահ Զելենսկին կոչ է արել արևմտյան գործընկերներին փակել Բալթիկ ծովը Ռուսաստանի համար։ Ըստ նրա, ագրեսոր պետությունը Ռուսաստանը օգտագործել
օգտագործում է Բալտիկ ծովը դրոններ արձակելու համար Եվրոպայի երկնքում։ Մեջբերեմ Բալտիկ եւ այլ ծովերը պետք է փակվեն ռուսական նավթատարերի համար, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նշել է, որ աշխարհը, մասնավորապես Միացյալ Նահանգները, ունի գործիքներ, որոնք կարող են իսկապես խաղաղարար դեր խաղալ։ Նա եւս մեկ անգամ կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Այս երկու լուրերի ֆոնին մտածում եմ տեսնես մեր հայրենիքում Հայաստանի քաղաքական դաշտում կկարողանան քաղաքական կամք գտնել եւ միանալ աշխարհի ճիշտ կողմին, թե չէ տասնամյակներով իշխանությունները հույս են դրել ու կապվել երկրների հետ, որոնք մեկը մյուսի ետևից դարձել են աշխարհի աչքի փուշը, եւ Ռուսաստանը, եւ Իրանը, եւ Հնդկաստանն ու Չինաստանը, որի ուղղությամբ շարժ է նկատվում այսօր, նրանք նույնպես աշխարհի հակառակ կողմում են կամ առնվազն լավ կողմում չեն, այսպես ձևակերպեմ։ Դժվար կլինի քաղաքակիրթ աշխարհից բան պահանջել, լինելով չարի ստվերում։ Մեր հայրենիքի քաղաքական դաշտում անելիք կա, առնվազն արագ կողմնորոշվելու օրակարգ պետք է լինի։ Վարշավայում Ուկրաինայի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասով ասեմ, որ ես միշտ իմ եթերներից ասել եմ, որ Ուկրաինան Հայաստանին բարեկամական երկիր է ընկալել միշտ, հետք է թողել Սերժ Սարգսյանի Ղրիմի հետ կապված հայտարարությունը, բայց այս ամենը հնարավոր է ուղղել, եթե Հայաստանի իշխանությունները օֆիցիալ հրաժարվեն Սերժ Սարգսյանի խոսքերից Ղրիմի մասով։ Այնպես որ հուսանք հանդիպումներից, կոնտակտներից զարգացումներ կլինեն եւ հայ հանրությունը իրականում կզգա, թե ինչ է նշանակում բարեկամությունը Ուկրաինայի հետ։ Հավատացեք, Ուկրաինայի հայ համայնքը դարավոր փորձ ունի եւ գիտի, թե ինչ ջերմ վերաբերմունք է հայերի հանդեպ։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության համաժողովում ընդգծել է Սպիտակ տան ջանքերը կասեցնելու Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր ցամաքային պատերազմը։ Այս մասին հաղորդում է Guardian-ը։ Քելլոգը հատկապես կարևորել է տամահավք տեսակի հրթիռները, նշելով, որ դրանք բարձրագույն մակարդակի հրթիռային համակարգեր են եւ որ դրանց կիրառության թույլատվությունը կարող է փոխել ցանկացած ռազմական հակամարտության դինամիկան։ Նրա խոսքով տամահավքը հավելում է անորոշության նոր մակարդակ շնորհիվ իր հնարավորությունների, ինչը ռազմավարական լուրջ փոփոխություն կարող է բերել։ Դե ինչպես ասում են, աչքներս տեսնի, իմիջիալոց մոտորերս կարող է նորություն լինի այս թեմայով։ Մոտեցանք ռազմաճակատի լուրերին։ Նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում արձանագրվել է 176 մարտական բախում, 3 հակառակորդը իրականացրել է 51 ավիահարված, թողարկել է 104 կառավարվող ավիառումբ ուկրաինական բնակավայրերի եւ մարտական դիրքերի ուղղությամբ, բացի այդ արձանագրվել է 4463 հրետանային հարված, որոնցից 128-ը ռեակտիվ համազարգային կրակային համակարգերից եւ կիրառվել է 5531 դրոն կամիկաձե տարբեր ուղղություններում թիրախներ խոցելու համար։ Օդային հարվածներ են հասցվել Սումիի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզի համայնքային տարածքներին։ Անցած օրը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել իրենց հերթին հակառակորդի կենթանի ուժի եւ տեխնիկայի կենտրոնացման 5 հատվածների։ Մարտական գործողությունները շարունակվել են 12 ուղղություններով։ Հյուսիս-Լաբաժանյան եւ Կուրսկի ուղղությամբ թեժացել են մարտերը, տեղի ունեցել 20 մարտական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են թշնամու 56 հարձակողական գործողություն։ Այս երկու ուղղությունները, ինչպես միշտ առաջինն եմ ներկայացնում, Կուրսկի մարզը դե Ռուսաստանի տարածքն է այդ նպատակով, իսկ Պոկրովսկի ուղղությունը ամենամեծ ուղղությունն է, որտեղ ռուսներն են փորձում իրավիճակ փոխել։ Յուժնո-Սլաբոդսկոյի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետ են մղել թշնամու 4 հարձակում։ Կուպյանսկի ուղղությամբ տեղի ունեցել օկուպանտների 3 հարձակում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը Լիմանի ուղղությամբ հետ են մղել թշնամու 16 հարձակում։ Սևերսկի ուղղությամբ մեր պաշտպանները հետ են մղել ռուսական զորքերի 3 հարձակում։ Կրամատորսկի ուղղությամբ գրանցվել է 2 բախում։ Տորեցկի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է 14 հարձակում։ Նավապավլովսկի ուղղությամբ Ուկրաինայի ուժերը կասեցրել են մեր պաշտպանական գծերը ճեղքելու ռուսական 37 փորձ։ Գուլյայպոլիի ուղղությամբ թշնամին 6 անգամ հարձակվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի դիրքերի վրա։ Օրեխովի ուղղությամբ թշնամին 3 անգամ հարձակվել է մեր դիրքերի վրա։ Պրիդնեպրի ուղղությամբ թշնամին ապարդյուն 4 գրոհ է իրականացրել։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պատճառել զգալի կորուստներ հակառակորդին, ինչպես կենթանի ուժի, այնպես էլ տեխնիկայի մասով։ Թշնամու թիկունքում խաթարվում են լոգիստիկան եւ հարձակողական ներուժը։ Ռուս օկուպանտների մեկօրյա կորուստները կազմել են 970 զինծառայող, 4 տանկ, 1 զրահամեքենա, 27 հրետանային համակարգ, 1 ռեակտիվ հրթիռահրետանային կայան, 1 ուղղաթիռ, 301 օպերատիվ մարտավարական դրոն, 90 միավոր ավտոտեխնիկա եւ հատուկ տեխնիկա եւ 1 ծանր հրետանային համակարգ Ագնեմյոտ կոչեցյալը։ Ընդհանուր առմամբ մեկ օրում ոչնչացվել է 425 միավոր թշնամու զինտեխնիկա, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի
Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի սկզբից ռուսական բանակի կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի փաստագրված տվյալների արդեն կազմել են 1,110,560 ռուս օկուպանտ, այսինքն հերթական շեմը հատեցինք, ռելիզը ձեր էկրաններին է։ Սեպտեմբերի 30-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվեցին Ուկրաինայի վրա 65 հարձակողական դրոններով, Ուկրաինայի հոբ ուժերը խոցել կամ չեզոքացրել են թշնամու 46 դրոն, արձանագրվել է 19 հարվածային դրոնների ուղիղ հարված 6 տարբեր տեղանքում, բացի այդ երկու այլ վայրերում արձանագրվել է խոցված դրոնների բեկորների անկում, շարունակվում են ռուսական հրետակոծությունները Ուկրաինայի սահմանամերձ եւ առաջնագծի բնակավայրերում, Սումիի մարզում ռուսական դրոնի հարվածի հետևանքով բնակելի տան վրա զոհվել է մի ամբողջ ընտանիք, ամուսինները եւ նրանց երկու որդիները 6 եւ 4 տարեկան, փրկարարները մարել են փլատակները եւ դուրս են բերել 4 զոհվածների մարմինները։ Ռուսական կողմը հարվածել է նաեւ Չեռնիգովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքին, տպավորությունը թե այս հարվածով նրանք փորձել են հանդարտեցնել իրենց իսկ խոճապահար բնակչությանը Բելգրադի բլեքաութի ֆոնին, ցույց են տալիս, որ իրենք էլ կարող են լույս մարել։ Ըստ տեղական իշխանությունների, առանց էլեկտրամատակարարման 3 մնացել էին ավելի քան 26000 բաժանորդ Բաբրովիցայում եւ հարակից բնակավայրերում, սա շրջկենտրոն է Չեռնիգովի մարզում։ Էներգետիկները արդեն իսկ սկսել են վերականգնման աշխատանքները եւ հիմնականում լույսը մարդկանց վերադարձվել է։ Ինչպես միշտ, ուկրաինական կողմը ի տարբերություն ռուսների թիրախավորել է ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ Ռուսաստանի տարածքում եւ ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Երեքշաբթի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական S-400 Triumph զենիթ-արտիլային համակարգի ռադիոլոկացիոն կայանը ժամանակավորապես օկուպացված Ղրիմի տարածքում, կան շատ լուրջ խոցումներ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, բոլոր կադրերը մեր Telegram-յան ալիքում են։ Բացի այդ, հաղորդվում է, որ բարի դրոնները այցելել են նաեւ Ռուսաստանի Տվերի մարզ, հարվածելով Բալագոյե քաղաքում գտնվող ռազմավարական օբյեկտը։ Եվս մեկ ուշագրավ լուր՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի իշխանությունները որոշել են զգալիորեն ընդլայնել քաղաքային դիակիզարանի կարողությունները, այն դարձնելով Եվրոպայի խոշորագույնը։ Այս մասին հաղորդում են հենց ռուսական լրատվամիջոցները։ Վերլուծաբանների կարծիքով սա կարող է լինել հերթական դրսևորում ավտորիտար ռեժիմի գաղտնապաշտ քաղաքականության, երբ զոհերի ճշմարիտ թիվը թաքցվում է, իսկ մարմինները վերածվում են հետքերը մաքրելու նպատակով։ Այսպիսին էին այսօրվա համար ընտրված լուրերը։ Այսքանով ավարտեմ երեքշաբթի օրվա մեր եթերը։ Ձեզ լավ տրամադրություն եմ ցանկանում եւ հուսամ կհանդիպենք արդեն վաղը ավելի լավ լուրերով։